Հարգելի հետևորդներ, կրկին սոցիալական դուետն է եւ podcast-ը վարում են տնտեսագետ հանրային գործիչ Հրայր Կամենդացյանը եւ պատմաբան հանրային ականավոր գործիչ արդեն դիտելով ձեր այսպես ասած դիտումները, չէ, քանի միլիոնանոց Արեգ Սավգուլյանը։ Շնորհակալություն, պարոն Կամենդացյան։ Այսօրվա մեր թեման նվիրված է լինելու հայոց ցեղասպանությանը, ապրիլի 24-ին լրանում է 111-րդ տարելիցը։ Իհարկե օրներ խորհրդանշական է ընտրված։ Ներքաղաքական վերջի զարգացումները, հատկապես վերջի 8 տարում պայմանավորված արմատական, այսպես ասած, իշխանափոխությամբ, նաև հանձնում ավելի շուտ։ Այո, ոչ թե փոփոխություն։ նաև արտաքին քաղաքական կուրսի վեկտորի փոփոխություն եղավ, հատկապես ոչ թե այդքան փոփոխություն, որքան հետնահանջ ազգային հարցերից, հատկապես ցեղասպանության ճանաչման հիմնախնդրից եւ կարծեմ անցած տարի էր ազգային ժողովում արտաքին գործոս նախարար Արարատ Միրզոյանը հայտարարեց, որ ցեղասպանությունը, այո, չի մտնում Հայաստանի արտաքին քաղաքական օրակարգի մեջ եւ դա մեր առաջնահերթություններից չէ։ Եվ իհարկե նաև հետևելով պարոն Կամենդացյան այս իշխանությունների ներկայացուցիչների հայտարարություններին, հատկապես ազգային ինքնության, ցեղասպանության թեմատիկայի հետ կապված, հասկանում ենք, որ այն թեզը, որը հռչակել էր Նիկոլ Փաշինյանը, որ օրինակ Ղարաբաղյան հիմնախնդիրը, ավելի շուտ Արցախյան հիմնախնդիրը իհարկե, սկսելու է զրոյական կետից, իրենք ոչ թե զրոյական կետից են սկսում, այլ զրոյացնում են պատմությունը, ինքնությունը, ցեղասպանության հարցը։ Այո, հիմքում զրոն է, որպեսզի այդ զրոյական կետից ըստ ազգային շրջանակների կառուցեն անդեմ, անսկզբունքային պետություն, անիմաստ պետություն, որը կտրված է իր արմատներից, իր պատմությունից, իր անցյալից։ Ես մի կարճ անդրադարձանեմ եւ կխնդրեմ նաեւ դուք անդրադառնաք մի կարևորագույն թեմայի, որը վերաբերվում է հայոց ցեղասպանության ոչ միայն բարոյական հարցին, այլև նաեւ ֆինանսական փոխհատուցմանը։ Փաստացի տասնյակ երկրներ ճանաչել են հայոց ցեղասպանության փաստը եւ այսօր շատ երկրների համար նաեւ տարօրինակ է եւ անհասկանալի Հայաստանի Հանրապետության նման կեցվածքը։ Եվ մենք տեսնում ենք, որ վերջի զարգացումները, այսպես ասած, խաղաղության օրակարգի շրջանակներում գնում է Հայաստանի Հանրապետության սահմանադրության ապամոնտաժման ճանապարհով, որտեղ նաև խնդիր է դրված արմատախիլ անելու, ինչպես անկախության հռչակագիրը, այնպես էլ արևմտայության, հայոց պատմության, ավանդույթների, ցեղասպանության թեմատիկայի հետ կապված խնդիրները։ Եվ կարևորն այն է, պարոն Կամենդացյան, որ այս հարցում շատերը մտածում են, լավ, դե ցեղասպանության հարցն է, պատմաբանների գործն է եւ այլն եւ այլն եւ այլն, եւ նույնիսկ Արարատ Միրզոյանն է դա ասում, ինքը պատմաբանն է, ասում է պատմաբանների գործը։ Դե պատմաբանների գործը դու ես զբաղվի զուգահեռ։ Նա ճիշտ պատմաբան։ Այո։ Եվ այս պարագայում ես ուզում եմ, որ դուք խոսեք ցեղասպանության նյութական փոխհատուցման հարցի շուրջ։ Շնորհակալ կլինեմ ես նաև մեր հետևորդները, որ նաև փոքրիկ պատմական անդրադարձ անեք, որպեսզի մարդիկ հասկանան, որ սա ոչ թե հերթական ինչ որ առասպելական միֆ է, այլ պարզ գործընթաց է, որը դեռևս ձևակերպված իրողություններ։ Խնդրում եմ խոսեք, որոնք կան բոլոր կարելի ասել նյութերով, որոնք վերաբերում են Փարիզի հաշտության կոնֆերանսին, Սան Ռեմոյի կոնֆերանսին, հետո Լոզանեի այդ համաժողովին։ Մենք մի ժողովուրդ ենք, որը դժբախտություն է ունեցել ապրելու, վերապրելու ցեղասպանությունը, բայց մենք մի ժողովուրդ ենք, որը որ երջանիկ կարող էր մի այսպես դիպվածով դառնալ ձեռք բերել պատմական հիշողությունների, պատմական արդարության վերականգնման
այսպես մեծ երախտենքով դեպի Ամերիկայի Միացյալ Նահանգները Վուդրո Վիլսոնի հետ կապված։ Վուդրո Վիլսոնի հետ կապված եթե նրա իրավարար վճիռը մտներ ուժի մեջ, շատ բաներ փոխվելու եւ քարտեզներ փոխվելու, ընդհանրապես առաջավոր Ասիայի փոխվելու են Հայաստանի Հանրապետության սահմանները, մեր պատմական հիշողությունները մենք կունենայինք մեր հենց սահմանի ներսումների պարփակված, ինչևէ պետք է հիմա խոսենք փաստերի մասին առավելապես եւ Վուդրո Վիլսոնի անձի կամ ամերիկյան մասնակցության մասին երազանքները պետք է վկայենք, որ դրանք ընդամենը պատմաբաների եւ հայ քաղաքացիների այսպես երազանքների մեջ մնացած իրողություններ են։ Առաջին համաշխարհային պատերազմի ավարտին, երբ որ գերմանական, թուրքական այդ առանցքը պարտություն կրեց, բնականաբար իմպերիալիստական երկրները ոչ հեղափոխական Թուրքիայի նկատմամբ, չէ՞, նրանք պետք է իրականացնեն իրենց երազանքները, իրենց աշխատանքները, սպասումները եւ դա առաջնահերթ վերաբերում էր ռեպարացիաներին։ Ռեպարացիաները դրանք վնասների տուգանքներն էին, Ռազմատուգանքների փոխհատուցման հարցը։ ռազմատուգանքները դրա մեջ մտնում էին եւ կատարված ծախսերը այդ ընթացքում եւ պատճառված վնասների հատուցումը եւ գույքերի կորուստները, վնասված ձեռնարկությունների տնտեսությունների վիճակի արձանագրումը, նրանց հնարավոր ընդհանրենք հետագա գործունեության հարցերը եւ այս իմաստով պետք է ասել, որ բոլոր ժողովուրդների համար եւ Գերմանիայի, եւ Ֆրանսիայի, եւ Բալկանների այս ընթացքում այդ պատերազմին մասնակցած կողմերի մոտ առաջացան բազմաթիվ խնդիրներ։ Ու հայկական խնդիրը եւս դրա մեջ ներառվեց եւ քաղաքական լուծումից զատ հայկական այդ խնդրի մեջ մի կարևոր դեր էր սկսում զբաղեցնել նյութական հարցը, որովհետեւ առաջին հայկական կողմը հստակ ուներ փաստաթղթեր, որը որ եւ Արևելյան Հայաստանի եւ Արևմտյան Հայաստանի տարածքներում մարդկային կորուստների հետ միասին նաեւ գույքերի կորուստներն էին թվարկված եւ այս ամենը խմբագրելու համար, այս ամենը միտեղ վերելու համար, միտեղ ժողովելու համար ստեղծվեց հանձնաժողով։ Հանձնաժողովի հիմնական մասնակիցները, որոնք Փարիզի հաշտության կոնֆերանսի պետք է մասնակցեին, դրանք ֆրանսիական գանձապետարանի, Ֆրանսիայի այսպես ֆինանսների նախարարության աշխատակիցներ էին, գնդապետներ մեծ մասը, կային իտալացիներ հանձնաժողովի կազմում, կային բրիտանացիներ եւ ոստիկանական կամ զանազան այլ մասնագիտությունների տեր մարդիկ, ովքեր որ հստակ վեր էին հանելու եղած, ենթադրենք վնասները ուսումնասիրելու եւ դա ներկայացնելն արդեն բարձր պայմանավորվող կողմերին, որովհետեւ հաշտության պայմանագրի մեջ մտցնեն։ Եվ նրանց աշխատանքը մոտապես 2 ամիս աշխատեցին, այս 2 ամսվա ընթացքում մեծ աշխատանք կատարեցին։ Հավաքագրեցին հիմնական Արևմտյան Հայաստանի եւ Արևելյան Հայաստանի տվյալները, Արևելյան Հայաստանն ավելի թույլ, քան Արևմտյան, որտեղ հայկական կողմը այդ հաշտության պայմանագիրը կնքելու աշխատանքների մեջ ներգրաված էր 2 պատվիրակություն կարծես, բայց միասնական են հանդես գալի։ Դա Ահրոնյանն էր Արևելյան Հայաստանի կողմից, արդեն նորաստեղծ հայկական պետության գործողած ղեկավարներից մեկը եւ ազգային գործիչ Նուբար Փաշան, որը որ Արևմտյան Հայաստանի շահերն էր, այսպես բաշում միասնական են հանդես գալի։ Այս երկու գործիչներն էլ երբ մենք հերվիս նայում ենք, 100-ամյակի հերվիս նայում ենք, իրենք միգուցե մեր պատկերացումներով չկատարեցին այն աշխատանքը, որը մենք ակնկալում ենք, ենթադրենք դարավոր այս Օսմանյան լծից ազատվելուց հետո եւ պատմական ինչի չեն մարդկային արդարության տեսակետից, բայց այնուհանդերձ այդ աշխատանքները եղել են, կան եւ հիմա մենք մոտենում ենք ամենակարևոր հարցին, որքան էր վնասը, վնասի ինչպիսի հաշվարկ տեղի ունեցավ
եւ այդ վնասի հաշվարկից հետո վնասի հատուցման քաղաքականությունը որ կողմ գնաց, ինչպես եղավ, դեպքերը ինչպես զարգացան ու կարծում եմ այստեղ պետք է մի քանի տնտեսագիտական, ֆինանսական, նաև հաշվարկի մեթոդների մասին խոսենք մեր ժողովրդի հետ, որովհետև այս ամեն ինչը վերջ-վերջո ձևակերպել արժեքային արտահայտությամբ եւ այդ արժեքային արտահայտության ձևակերպելուց հետո նա հաստատուն չմնաց։ Նա ընդհանրապես 100-ամյակի ընթացքում տարբեր գործողությունների կամ տարբեր գործիքների կիրառմամբ այդ վնասի գումարը հաշվարկել է տարբեր մեծություններ կան, ընթացքում դա կքննարկենք։ Պարոն Կամենդեցյան, ուրեմն քանի որ երկար ժամանակաշրջան օդում կախված մի հռետորական հարցադրում կար, ասում են լավ, ընդունեք բոլոր պետությունները ճանաչում են։ Թուրքիան չի ճանաչում։ Ինչ մեխանիզմներ պետքա կիրառվեն կամ արդյունքում լավ Թուրքիան ընդունենք ենթարկվելով միջազգային ճնշմանը ճանաչեց ինչպես պետքա փոխհատուցում անի եւ երբ որ զուգահեռ են անցկացնում օրինակ այդ հրեական հոլոկոստի հետ կապված ասում են հрьяաները բնաջնջվել են ոչ իրենց պատմական հայրենիքում եւ այդ առումով նրանց փոխհատուցումը չէր ենթադրում տարածքների վերադարձ Այս առումով ավելի հեշտ էր այդ գործընթացը կազմակերպել եւ դրա համար հрьяաները հասան հաջողության, անկախ նաեւ հրեական այդ լոբիի, հզոր միջազգային լոբիից, որ միջև հիմա նաեւ թմկարում են այդ հարցը, իսկ հայերը չեն հասնում հաջողության, անկախ նաեւ քաղաքական, տնտեսական եւ ռազմական հզորությունից, որովհետեւ կարող է ծաղկել հստակ տարածքների եւ ահռելի լուրջ ֆինանսական փոխհատուցման հարց։ Հիմա այս պարագայում տասնամյակներ շարունակ այդ հայ դատի գրասենյակները դրսում, նաև Հայաստանից իհարկե ուժեր, կազմակերպություններ նպաստել են այս հարցի միջազգայնացմանը։ Հիմա մենք այս process-ից հետընթաց ենք արձանագրում եւ ըստ այդմ, եթե ես բացառում եմ իհարկե տարբերակը, որ այս իշխանությունները կվերարտադրվեն։ Ուսանք իշխանությունները չեն, սրանք պատահական խմբակեր եւ եթե ամեն դեպքում գնային տարբերակը լավ, որ նույնիսկ այդ սահմանադրության ինչ որ ապամոնտաժման ծրագրեր անեն, փաստացի մի հատ ինչ որ կուրս է մշակված, որ Թուրքիայի կողմից։ Այո, Թուրքիայի եւ Ադրբեջանի, որpիսի մեր ապագա սերունդները, եթե նույնիսկ Հայաստանը լինի ռազմական, տնտեսական իմաստով հզոր պետություն, հնարավորություն չունենա միջազգային ասպարեզում արտնացնել այս հարցը, որովհետեւ եթե երկար տարիներ ինչ որ մի հարց լռում է, հա, ինչպես նույն Վիլսոնի իրավաբար վճիռը, որ ասում են միջազգային դիտանկյունից Արապապյանը ունի այդ առումով աշխատություններ, բավականին ուսումնասիրել այդ հարցը, որ ինքը կենսունակ է, որտեվ իրավաբար վճիռը չի ընդհանրում ինչ որ ժամանակային սահմանափակում։ Ճիշտ է, այնտեղ ասում են հետագա միջազգային կոնֆերանսներում թավելա, բայց նրբություններ կան, ստացվում է, որ ով որ հզոր է, ով ուժեղ է, նա իր երաժշտությունը պատվիրում է եւ նա իր կամքը թելադրում է։ Հիմա ասենց մի հատ կարևորագույն հարց կապեմ Ադրբեջանի այս վերջի հայցերի հետ եւ անդրադառնանք նաեւ փոխհատուցման հարցը ինչի եմ ես սա կարևորում։ Ադրբեջանը եւ Հայաստանը պայմանավորվեցին, որ եվրոպական արբիտրաժային դատարաններից հետ են վերցնելու իրենց ռազմական հայցերը։ Ռազմական հայցերը ոնց որ վերցրեցին, բայց արդյունքում Ադրբեջանը զուգահեռ ներկայացրեց բնապահպանական հայց։ Արցախի եւ ազատագրված տարածքներում հայերի կողմից այսպես կոչված ճակատը վայրագաբար բնության ոչնչացման, հանքերի անխնա շահագործման եւ այլն եւ այլն։ Եվ ստացել է մի հատ հստակ կալորի գումար 150 միլիարդ դոլար։ Հանգամից ասեմ գլուխները պատին են տվել, թող մի Սումգայիթի եւ Բաքվի այդ առակնա տարածաշրջան ուսումնան, իրենք Կասպից ծովին ինչ վնասներ են տվել։ Եթե վնասների հարցը լինի, մարդկությունը կարող է այդ ոնց ասեմ, խաժամուժին, չէ, կարող է պարտադրել բնության վնասը փոխհատուցել Սումգայիթը Մարսի մակերևույթը դարձել։ Քիմիական այդ արդյունաբերությունը, որ դրանք այդտեղից զարգացնում է, չէ, դա դուք պատկերացնում եք գերմանական տեխնոլոգիաներով են զարգացնում։ Նույն սովետական տեխնոլոգիաներով։ Պարոն Կամենդեցյան, նայեք խնդիրը նաև որն է, որ այս բանը ադրբեջանական այս կողմը իշխանությունները հող են նախապատրաստում, խնդիրը որտեղ է գնում,
Եվ դրան զուգահեռ նաև այդ կեղծ պատմական թեզերն են զարգացնում Արևմտյան Ադրբեջանի, Զանգեզուրի եւ այլնի։ Չեն ունեցել, նա կեղծ պատմական թեզեր որտեղ են զարգացնել։ Իհարկե, զարգացնում են պարոն Կամենդացյան, զարգացնում են ֆինանսական լծակներով, զարգացնում են մամուլում անընդհատ այդ թեզերը թմկահարելով, միջազգային լրատվամիջոցներին գնելով, այսինքն մարդիկ այդ քարոզարշավի ուղղությամբ հստակ աշխատանքներ են տանում եւ փող են ծախսում։ Խնդիրը որտեղ է, որ եթե ապագայում իրենց հաջողվի, այսպես ասած, դա դարձնել հերթական լծակ, ապա հավակնեն նույն Սյունիքի, նույն Գեղարքունիքի մարզի համատեղ կառավարմանը, հանքերի շահագործմանը, ստոպ։ եւ ներողություն եմ խնդրում, եւ այս առումով, քանի որ այս թեզը իրանք կախել են օդում եւ գնալով քիչ տարածելուն օգնում ենք։ Ոչ թե օգնում ենք, պարոն Կամենդացյան, հիմա հակազդում ենք։ Փաստացի ձեր կողմից նշված հանձնաժողովը իր աշխատանքների արդյունքում պարզել էր, որ մոտարպես այն ժամանակվա 19 միլիարդ 8 թե 19 միլիարդ ֆրանկի ֆրանսիական ֆրանկ եւ դրա էկվիվալենտը եթե հաշվարկում ենք հիմա մոտավորապես հասնում է $5 տրիլիոն շատ չափով դեռ նույնիսկ հաշվարկի բազմաթիվ մեծ նույնիսկ այո պարոն Կամենդացյան հաշվարկներ կա ես փորձեցի նաեւ այդ թիվը մոդելավորել տանում էր մինչեւ 1 տրիլիոնի ավել այո եւ այս պարագայում ինչ եմ անդրադառնում երբ որ Արցախյան շարժումը սկսվեց Հայաստանում դեռևս խորհրդային իշխանությունների ժամանակ կարողացան կազմակերպել ադրբեջանցիները իրենց գույքը վաճառեցին եւ տեղափոխվեցին ստեղից բայց նույնը չեղավ Ադրբեջանի տարածքում հայրը ընտեղից մազապուրց փախան եւ եկան Հայաստան 100 հազարավոր մարդիկ եւ այդ գույքը մնաց Ադրբեջանի այսինքն գալիս եմ նրան եթե իրանք նման հարց են բարձրացնում մեր ապագա իշխանությունները եթե ոչ ուղակի ապա անուղակի պետք է նույնպես օդում կախեն այնպիսի թեզեր որ եթե դուք գնում եք այդ աներևութ միլիարդավոր դոլարների հետևից իմացեք որ ձեր կոնկրետ գործողությունների ընթացքում դուք ունեք փոխհատուցման ավելի մեծ հսկայական գումար քան թե Հայաստանի Հանրապետությունը խնդիրը գիտեք որտեղ է Ադրբեջանը 18 թվականին ստեղծվել որպես պետություն ադրբեջանական ցանկանտ որում Զիա Բունյաթով անունով պատմաբանն իբր թեմեց է սովետական կեղծ դոգմատիկ իջուր դրույթների նաև որոշակի կարող էր հանդիսանում դա ունի իր հետնորդները ներկա եւ գիտեք ինչ են անում այսօր այս ադրբեջանական պատմագիտությունը ընդհանրապես էթնոսների շարժը էթնոսների իրավիճակ ուսումնասիրողները այն կարգի ծիծաղաշարժ ոչ թե ինչ որ բնդումներ են կատարում հաստատուն քարացած ճշմարտության տեղ վերև ներկայացնում են որ ադրբեջանցիները եղել են բնիկ այն դեպքում որ դրանք այս հայտնվել են այդտեղ մի ոնց ասեմ երևի մի 9-րդ դարում 8-րդ դարում էլի դե տեսագրությունը կա որ բանը Հեյդար Ալիևը ասում է մեզ ինչ ասես չեն անվանել էլ կովկասյան թաթարներ էլ մարեր էլ չգիտեմ մողոլների թուրքերի հետնորդներ ինչ ասես չեն անվանել եւ նույնիսկ այդ ադրբեջանցի եզրը վիճարկման ենթակա է որովհետեւ իրենք ուղակի ինքնաշեն պետություն ունեն մոտավորապես 100 քանի տարվա պատմություն, այդ ամեն ինչը հասկանալի է, այստեղ ուրիշ խնդիր է, պարոն Կամենդացյան։ Որքան էլ մենք պատմագիտական դիտանկյունից հասկանանք, որ իրանք անլուրջ են, իրենք մտնում են գիտաֆանտաստիկայի եւ ժանրի, այդ ժանրի մեջ, մենք պետք է նաեւ այն հակաթեզերը ակտիվացնենք, որովհետեւ նայեք, մեր երիտասարդ սերունդն էլ որ գալիս է եւ այս քաղաքականությունը որ տեսնում ենք նաեւ արտաքին միջամտության պարտադրվում է պետքա մշակենք կոնկրետ ազգային բնույթ ունեցող հստակ կրթական ռազմավարություն որպեսզի մենք մեր տեսլականը հստակ ունենանք որտեվ եթե այսօր օրինակի համար նույն երիտասարդությանը հարց տաս թե Հայաստանի Հանրապետությունը ուր է շարժվում
հարցական հայացքով նա ինքը չգիտի Եվրոպայա շարժվում, Ռուսաստանա շարժվում, տեղում ամնում, այսինքն ինչի են շատ դեպքերում նաև ասում արտագաղթա լինում այս խնդիրը կա, այն խնդիրը կա, որովհետև երիտասարդության համար պարզ չէ, տեսլականը չեն տեսնում։ Բայց հիմա անդրադառնանք նաև մեր թեմային, հիմնական նյութ։ այո, հիմնական նյութին, որտեղ ադրբեջանցիները չարժան, էլի, այո, միանշանակ ռոպեներ էլ ծախսեն։ Միանշանակ, բայց համենայն դեպս պետք է նաև չանտեսենք եւ հասկանանք, որ ասում է թշնամին արթուն է եւ դարանակալ։ Դրա հաջորդն էլ կա, որ ասում են քնում են բոլորը, բայց չի քնում սահմանը։ Այո, եւ հիմա խնդիրը նայեք ինչն է հետաքրքիր, որ ազգային անվտանգության ռազմավարությունը, որը 2008-ից 10 թվականի այդ հատվածում ընդունվել, բացում է, որ այդ բանը անվտանգության ռազմավարությունը ուժի մեջ է, չեմ դրան անդրադառնում եւ այդ փաստաթղթի մեջ Թուրքիան եւ Ադրբեջանը ֆիքսված են որպես հակառակորդ պետություններ։ Այսինքն մի կողմից այս իշխանությունը թմբկահարում է խաղաղության օրակարգ, հա, բայց ինքը չի հետևում, ինքը ինչ փաստաթղթերով պետք է առաջ։ Կարծում եմ հիմա իրենց դուք խորհուրդ եք տալիս, որ այդ փոփոխությունները իրականացնեն։ Խնդիրն այն է, որ այս իշխանությունները շարժում են այդ պրինցիպով, որ մեկը թուղթը կդիմանա։ Ինչ է պետք փոխելու։ Անկախության հռչակագիր չեն կարող փոխել ոչինչ։ Դրա նկատմամբ կապը մնացած իրավական փաստաթղթերի հետ համարում եք առ-ոչինչ, հարցը լուծվեց։ Այս իշխանություններից այլ բան, սпасել, խորհուրդ տալ, որոշակի մտածել ազգային ծիրի մեջ նրանց խորհուրդ տալ, անիմաստ գործ է։ Հիմա նաև սա հավաքագրված եւ ազդեցության գործակալների կարող ասել խմբակա։ Հիմա նաև ցեղասպանության իհարկե բնականաբար որակում պետք է ստանար 2023 թվականին արցախցիների էթնիկ զտումը, տարհանումը, որի ուղղությամբ նույնպես այս իշխանությունները լռում են, ոչինչ չեն խոսում, 100,000-ից ավել մարդ, մոտ 120,000 մարդ զրկվեց իր պատմական հայրենիքից, որտեղ ապրում էր հազարավոր տարիներ։ Եվ էլ պատմական քննությանը ընդհանրապես չի դիմանում, եթե փորձենք հանգարցակի զուգահեռ տանենք, թե ընդհանրապես ադրբեջանցիները կամ այդ բանը նորածին ցենց ասած ինքնաշեն ժողովուրդը ինչքան ժամանակ է այս բանը հայկական լեռնաշխարհում ապրում։ Բայց այն դառը խոսքը ասում է, որ հողը ապրողինն է եւ հետեւաբար կարծում եմ, որ մենք պետք է ամեն ինչ անենք, որ մեր ժողովուրդը ամուր կապվի հողին, բայց ոչ այնց ոնց որ այս իշխանությունն է քարոզչությունը տանում, այստեղ հաց այնտեղ կաց եւ ցավով իմացա, որ երեք Նիկոլ Փաշինյանը լայվ մտավ եւ հայտարարեց, որ այո, դե ցեղասպանությունը իր հերթին բնականաբար չենք մոռանում, որ ապրիլի 25-ին քաղաքացու օրն է եւ Ամիրյան փողոցը, որը հիմա Պապ Թագավոր են վերանվանում, Երևանի քաղաքապետարանում, այո, դրան էլ կանդրադառնանք, պետք է ամենահակասական իրարամերժ ընդհանրենք դրսևորները պատմական կերպարներ մեր հայկական բոլոր դինաստիաները։ Հիմա հանգիստ թողենք Պապ Թագավորին, ինչ ենք Պապ Թագավորին հիշում, որովհետև Ամիրյան փողոցում նախատեսվում է նոստալգիկ տրամադրություններ ապավել եւ խորոված փարթի կազմակերպել։ Այսինքն ստացվում է, որ այս իշխանությունները ընդդիմադիր ուժերին մեղադրում են ինչ որ քյաբաբ ուտելու, այս ինչի մեջ, դրա մեջ, բայց այդ օրը պետական միջոցներից գումար են հատկացնում, որ խորոված փարթի անեն, իրիգունն էլ համերգ անեն։ Հիմա երեք բազմաթիվ դեբատներ էր նաև համացանցում, նորից այն քարոզներ, որ ինչի պետք է այս ժողովուրդը անընդհատ ողբի մեջ ապրի, եւ բնականաբար նաև իրանց այդ ֆեյքերի ֆաբրիկաներ աշխատում, բայց նաև կան քաղաքացիներ, որոնք այսպես ասած իրանց իրական պրոֆիլով գրում են, որ հավատացած են այդ գաղափարին, իհարկե դա սակավաթիվ էր, որ ինչի՞ չէ, հիմա լավ հասկանալի ապրիլի 24-ին նշում ենք, բայց 25-ին կարող է հարսանիք է ծնունդ է,
չի նշվում։ Հիմա ոնց բացատրես, որ մասնավորը ընդհանրապես կապ չունի պետական մոտեցման հետ։ Այսինքն ոնց կարելի է ապրիլյան շաբաթ են կանում, համալսարանական տարիներին միջոցառումներ են կանում, գիտական կոնֆերանսներ են կանում, դրսից մասնագետներ են հրավիրում, զեկույցներով են հանդես գալի, այսինքն ապրիլ 24-ին գնացի ծաղիկը դրեցի, ապրիլ 25-ին հիմա հրապարակում այդ բանը տաղավարները պատրաստել են համերգի, ապրիլ 25-ին խորոված փարթի են անում։ Եվ այս գաղափարախոսությունը իրանց այդ իրական Հայաստանի ոչ չեղյալ, որը իհարկե ադրբեջանական գաղափարախոսությունից որոշի բանով չի տարբերվում, որը ուզում են ներդնեն, էլի հարվածում է մեր պատմությանը, ինքնությանը, եւ ամեն կերպ ուզում են թաղեն այդ, ասում է, եկեք զրոյական կետից սկսենք եւ այդ նույն գաղափարախոսության մեջ էս միտքն է զարգացնում, որ գիտեք ինչ, եկեք ուրախ ապրենք, երջանիկ ապրենք, այսինքն դրամաները վերացնենք, ամբողջ կյանքը վերացնենք մեր կլոունադայի եւ մոռանանք մեր բանը, ազգային պետական արժեքները, մեր ավանդույթները եւ գնանք այն ճանապարհով, որը մատնանշում են ոչ թե այս իշխանությունները իրականում, դուք էլ ձեր խոսքում նշեցիք, այլ Թուրքիան եւ Ադրբեջանը։ Հիմա կարծում եմ, որ գալիք այս իշխանափոխությունից հետո բնականաբար պետք է նաեւ այս ուղղությամբ աշխատանքներ տանել եւ շատ կարեւոր է նաեւ Սփյուռքի մոտեցումը, որտեւ Սփյուռքը իր ավանդական հայրենիքը պատկերացնում է Արևմտյան Հայաստանը, որ նա ասում է հայրենիք, հա, ավանդական Սփյուռքը, ի նկատի ունի Վանը, Մուշը, Արդահանը, Սասունը, բոլորս ենք ապրում։ Այո, եւ այս պարագայում կարծում եմ, որ գալիք իշխանությունները քայլեր ունեն ձեռնարկելու, բայց նաեւ մի հատ զուգահեռ էլի հարց։ Պարոն Կամենդեցյան, այս տնտեսական հանձնաժողովը, որ այդ աշխատանքը տարել է, չեք կարծում, որ այդ հարցը որոշակիորեն պետքա թմկահարվի, պետքա գոնե, լավ, այսպես ասեմ, որ շատ մեծ հուզումների եւ պորտկումների տեղիք չտա, գոնե մասնագիտական առումով ինչքան ես հետաքրքրում եմ, կարծեմ ընդամենը 1 կամ 2 աշխատություն կա, որը նվիրված է նյութական ծախսերի հաշվարկմանը։ Հիմա այս ուղղությամբ կարելի է, ես մտածում եմ, նույնիսկ եթե պետական մակարդակով չի արվում, գոնե հանրային դաշտում, նաև կոչ ենք անում պատմաբաններին, մասնագետներին, ստեղծել աշխատանքային խումբ, եւ այդ աշխատանքային խումբը կարող է լուրջ աշխատանք տանել, նաև աշխատություններ հրապարակել, եւ սա ուղղակի եւ անուղղակի ուղերձ կլինի այն ադրբեջանա-թուրքական շրջանակներին, որ գիտեք դուք էլ ունեք ֆինանսական պարտավորվածության հարց։ Հիմա դրա հետ կապված այդ ֆինանսական մենք կարծես գնացինք այս փոքրիկ այս հեռացող խմբակի քաջագործությունները քննարկելու ճանապարհով, եկեք վերադառնանք այդ ֆինանսական եւ տնտեսական վնասներին։ Հիմա նայեք, այդ հանձնաժողովը 19 միլիարդ ֆրանսիական ֆրանկի, այսպես ռեպարացիայի ամբողջական գումար էր ձևավորել եւ դա ներկայացրեց թուրքերին։ Թուրքերը դա ընդունեցին։ Թուրքական բարձր դուռը իրենց ժամանակ իրենց իշխանությունը, ընդ որում Թուրքիայում մի ժամանակ իշխանություն էր, կար քեմալական արևելք եւ կար թուրքական պետություն, իբր թե բեկորները արևմուտքում, Ստամբուլում, Իզմիրում։ Հիմա նայեք, այս գումարը նրանք ընդունեցին, բայց քեմալիստները դա չընդունեցին։ Այս գումարը մենք իհարկե պատմական հեռավորության վրա դատելու միգուցե մեր կարծիքները կարող սուբյեկտիվ լինել, բայց կա խնդիր համադրելու եւ համադրելի այսպես ասած գործիքներով, համադրելի մեծություններով այդ գումարը հասկանալ ինչպես է ձևավորվել, այդ գումարը ենթադրենք մեզ վճարելու դեպքում ինչ կլներ, քան որ չի վճարվել, դրա հետ կապված ինչպեսի մեծություններ կնեն եւ այս թեմայի շուրջը ինչպեսի կարծիքներ կան մեր հարևան երկրներում։ Ուրեմն, եթե դատենք ֆրանսիական միայն ֆրանկի մեծության որպես չափիչ միավոր, ֆրանսիական ֆրանկը այդ 100 տարվա ընթացքում մի 2-3 անգամ ենթարկվել է դենոմինացիաների։ Դենոմինացիաները դրանք նոմինալ արժեքի կրճատումներն են 2 անգամ, 20 անգամ, 50 անգամ, 100 անգամ։ Այս իմաստով եթե հաշվարկը տարվի, ապա ստացվում է, որ գումարը կկազմի մոտավորապես 350 միլիարդ եվրոյի դոլարի ավելի շատ ասենք, դոլարի կարգի գումար կլներ,
բայց կա հաշվարկի մեկ այլ միավոր, որը որ առավելապես օգտագործում է հիմնական ռազմական այդ կոնտրիբուցիաների, ռազմատուգանքների հետ կապված, նայեք, այս ֆրանկը, 1 ֆրանկը կազմում է 0.28 ենթադրենք ոսկի գրամ։ Երբ որ սա մենք Բաղդադում ենք, պատմում ենք, ենթադրենք ստանում ենք, որ հայկական վնասները այս ժամանակվա հաշվարկած, այդ ֆրանկով հաշվարկած, մոտապես 19 միլիարդը կազմում էր 5480 տոննա ոսկի։ Երբ որ ոսկու գինը, հենց այսօրվա գնով հաշվենք, այսօր մոտապես ոսկու գինը 135-140 հազար դոլարի միջակայքում է գտնվում, երբ որ սա բազում պատկում ենք, մենք ստացվում ենք ահռելի գումար, 770 միլիարդ դոլար։ Սա եթե միայն ոսկով մենք հաշվարկը կատարեինք, մենք ոսկու պարունակությամբ։ Լավ, կատարեցինք ոսկու պարունակությամբ, չմոռանանք, որ այս պարտքերը մեզ չեն հատուցվել, հայկական պետությանը չեն հատուցվել։ Եվ չեն հատուցվել Օսմանյան կայսրությունում ապրող հայ քաղաքացիների, էթնոսով հայ քաղաքացիներ, ովքեր Թուրքիայի բնակիչներ էին, նրանց էլ չի հատուցվել։ Հիմա այս գումարը ցանկացած նույնիսկ երեխա, ֆինանսական ավելի սակավ կրթություն կամ գիտելիք ունեցող ցանկացած քաղաքացի կարող է ասել, բա լավ, այդ գումարը կարող ենք, չէ՞, դնել, ընդհանրենք շրջանառության մեջ։ Հիմա շրջանառության բազմաթիվ տեսակներ կան, պարտատոմսեր են, արժեթղթեր են, զանազան բորսաներում ընդհանրենք մասնակցություններ են, չէ՞։ Այս իմաստով, եթե մենք որպես հիմք վերցնենք ամերիկյան ռեզերվային միավորի, դաշնային այդ ռեզերվային միավորի վերաֆինանսավորման տոկոսադրույքները, որոնք կարծես թե վարկայի եւ գումար տեղաբաշխելու հիմնական բոլորի կողմից ընդունված, այսպես գործիքակազմն է։ Եթե դա ընդունենք, այսինքն տոկոս հաշվարկենք այդ տարիների վրա։ Երբ որ այդ տոկոսը հաշվարկենք եւ տոկոսի հաշվարկից հետո հաշվարկենք նաեւ բարդ տոկոսը, որտեղ տոկոսը մայր գումարը չեն տվել մեզ, տոկոսը չեն տվել, բայց տոկոսը ավելացել է հաշվարկի մեջ նույն մայր գումարին, բարդ հաշվարկի դեպքում էլ ընտան տոկոսադրույքի, այս գումարը աճում է տրիլիոնից ավել է դառնում։ Հիմա արդյոք այս թեման, այդ տրիլիոնից ավել պարտքը, դա կա, դա հստակ ձևակերպված է, դա ոչ ոք չի, այսպես ասած, վիճարկում։ Թուրքերը պարզապես հիմք են ընդունում, որ հետագա Լոզանի պայմանագրով, Սան Ռեմոյի ընդհանրենք համաժողովը նաև, այս ամենը ջրվել է, ընդհանրենք ուշադրություն չեղել, այս չեղել, այն չեղել, թուրքերը ուզում են դա օգտագործել եւ այդ ժամանակա թուրքական պետության, ոնց ասած, պարտապան պետության միտքը չեն ընդունում։ Բայց անցյալ տարի մեկ այս աշխատանքները սկսեցինք, դուք որ նշեցիք, պարոն Սավգուլյան, որ պետք է այս թեմայի հետ աշխատանքներ կատարել, անցյալ տարի մենք սկսեցինք հրապարակումների շարք այս թեմայի շուրջը, դուք պատկերացնում եք ինչպեսի աշխույժ հակադրություն սկսվեց ոչ թե Թուրքիայում, այլ Ադրբեջանում։ Ադրբեջանական Տրենդաս, Միլիաս, Հաքինաս եւ այն մնացած այդ առօրից երեկո զրպարտության խողովակ դառած այդ հաչացող մամուլը սեցին ինձ այդ մեր կատարած աշխատանքին ինչ-որ որակավորումներ տալ, կես մետրանոց ինչ-որ հոդվածներ սկսեցին գրել, բա սա ընդհանրենք անմիտ բան է, էսի չեք ասում, այնի չեք ասում, եւ փորձել են նույնիսկ խոսակցություն տալ, իբր թե հայերը խորամանկություն են անում, ուզում են փող վաստակել։ Այո, մենք խորամանկություն չենք անում, դուք մարդկանց սպանել եք։ Դուք մարդկանց սպանել եք, մարդկանց գույքը յուրացել եք։ 21 թվականին Թուրքիայում 21-22 թվական ընդունեցին որոշում օրենք լքված գույքերի պետականացման մասին։ Ինչ լքված գույք։ Այդ մարդկանց հավաքել եք պետականորեն, տարել եք, մորթել եք, 1.5 միլիոն մարդ, 1.8 միլիոն, տարել եք, մորթել եք, հետո ասում եք լքված գույք։ Բա այդ տերերը ուր են։ Այդ տերերը ուր լքեցին, փախան, գնացին։ Հիմա ինչն է կարևոր այս թեմայի մեջ։ Այս թեմայի մեջ կարևորը որ նախ մեր ժողովուրդը պետք է իմանա որ այո թուրքերը մեզ պարտք են։
այո, այդ պարտքը հստակ ֆիքսված է, եւ այդ պարտքը ֆիքսված չէ հայկական կողմից։ Այդ պարտքը ֆիքսված է Փարիզի հաշտության կոնֆերանսի հատուկ ձևավորված հանձնաժողովի աշխատանքի արդյունքում եւ այս գումարը հստակ կա։ Պարոն Կամենդեց, ընդունենք հրաշքով այդ փոխհատուցման հարցը միջազգային ասպարեզում ընդունենք դատական կարգով մենք հաղթեցինք պայմանական $1 տրիլիոն չափով եւ Թուրքիան էլ դա ընդունեց։ Այո, Թուրքիան ֆիզիկապես կարող է ծախսի տակից դուրս գալ։ Այսինքն ինչքան ժամանակահատված է պետք, որ Թուրքիան կարողանա ենթադրենք ողջամիտ ժամանակահատված, որ Թուրքիան կարողանա փակի, որովհետեւ մենք գիտենք, որ թուրքական տնտեսությունն էլ հեղեղուկ իրավիճակում է գտնվում։ Չէ, հիմա եւ այդ լիրայի անկումները եւ այլն։ Լիրայի դա ձեր ոլորտա կարող եք ավելի մանրակրկիտ։ Լիրայի անկումը դա կալացել Էրդողանի իշխանական հնարքներից մեկն է։ Լիրայի անկումը բերում է ինչի, բերում է արտահանման աճի։ Թուրքական օյնբազություն է հերթական։ Չէ, հստակ հաշվարկված, ընդ որում այս տնտեսական իրենց զարգացման եւ տնտեսական ուղեգծի մշակումը հիմնական ընթանում է նրա եւ Անկարայի շրջանում նրա հետ ընկերություն արած եւ տկալս է թուրքական օլիգարխների ձևակերպած միտքն է։ Իմիջիայլոց փայլուն միտք է։ Հարևան բոլոր երկրներում, չէ, թուրքական տեքստիլը, այսպես առաջին տեղում է, քանի 100 միլիոն մարդ այս տարածաշրջանում։ Սիրիան, Իրաքը, Պարսկաստանը, Հայաստանը, Ադրբեջանը, Վրաստանը, Մոլդովան, Բուլղարիան, Կիպրոսը, Հունաստանը թուրքական տեքստիլի, այսպես գերիներն են։ Քանի 100 միլիոն մարդ։ Այս ամբողջ քաղաքականությունը լիրայի, կոնկրետ այդ ցածր լիրայի տատավողտա արտահանմանը օգնելու, այսպես որոշումն է, որը եթե հնարավորություն լինի Հայաստանում կիրառել, չէ, եւս ճիշտ որոշում կլինի, որտեղ փոքր շուկա ունեցող երկրների համար արտահանումը արտաժույթի մուտքի եւ տնտեսությունը անընդհատ զարգացնելու ամենակարճ ճանապարհն է։ Այս իմաստով Էրդողանի քաղաքականությունը կարծես է հիանալի քաղաքականություն է։ Ընդ որում արդյունքները տալիս է անընդհատ շարունակական, իրենք գիտեն դրա մասին։ Իրենք թուրքական էթնոսի մեջ այդ թեման կա, որ եթե մի բան պետք է պետությանը, չէ, մեկ հոգու էլ կզոհաբերեն, 10 1000 10,000 100,000-ի, բայց էթնոսի համար եթե խոշոր միջոցառում պետք որ կատարվի, դա այդ իմաստով թուրքական լիրայի այդ անընդհատ տատանումները պետք է ասել, որ բավականին մտածված եւ բավականին հաջող տնտեսական քայլ է։ Հիմա վերադառնանք այն թեմային, թե այդ գումարը մեզ ինչ կտար։ Ենթադրենք, իհարկե դուք բարձրացեցիք Թուրքիան արդյոք ի վիճակի է վճարել, թե չէ։ Նայեք, նրանք այսօր թուրքական բյուջեն մոտավորապես $891 միլիարդ է կազմում, բավականին հզոր գումար, բավականին։ Թուրքերը, եթե ցանկություն լինի, չէ, այս հաշտություն կնքելու, իրանք կարող են ընդհանրենք տրանշերի բաժանել, այս մեր գումարը, դա մեր գումարն է, դա մեր սերունդների գումարն է, դա այս մեր էթնոսի համար զոհված մարդկանց ոնց ասած հարգանքի турքի գումարն է, որը որ իրենց հայրենիքի համար իրենց զոհաբերությունը որոշակի կարդարացնի։ Հիմա նայեք, թուրքական կողմը սա կարող է տրանշերի բաժանել 4-5 տարվա ընթացքում, չէ, այդ 1 տրիլիոնը 200-250 միլիոն դոլարով վճարումներ կատարեն, չէ, այս հարցը կարելի ասել բարոյական թեմա կմնա, բայց տնտեսական թեման լրիվ կփակվի։ Այս
որտեղ պարտքը կա, պարտքը ձևակերպված է, պարտքի մասին բոլորը գիտենք, պարտքի վերաբերյալ փաստաթղթերը կան, փաստաթղթերը կազմված են 3-4 լեզուներով, այս Փարիզի հաշտության ամբողջ կոնֆերանսի հոդվածներ կան, որ այս թեմային նվիրված են, այս չեն կարող ասեն, չի եղել նման բան։ Իսկ դա ինչ կտա այս գումարը Հայաստանը, ես ասեմ Հայաստանը ինչ կտա, Հայաստանը այս գումարը եթե ունենար, չէ, առնվազն մի 200 հատ F-35 կունենար, առնվազն մի 200-300 հատ Abrams 72 տանկ ունենար, էլ չեմ ասում հրթիռային զենիթային այդ համակարգերը, չէ, եւ արդյունքում ինչ կներ, արդյունքում Հայաստանը ես թեմայի հետևից գնար, շուտ գնար, նախաձեռներ, Հայաստանը Արցախը չէր կորցնի, Արցախը մենք կորցրել ենք ոչ թե նրա համար, որ 30 տարի թալանել են, եսի ինչ են արել, ես ինչ է, դա ամենապրիմիտիվ բացատրությունը։ Արցախի ներողություն այն կարգի պրիմիտիվ, որ ասում է Շուշին դժգույն է, դժբախտեր այդ ազատագրված տարածքներում էլ ներդրում չեք արել, ինչի մասին եք մտածում։ Այսինքն այդ նույն տրամաբանությամբ աֆրիկյան այդ երկրներում, որ անապատ ու ավազոտները, կարամի պետության ղեկավարը ասեցին, ինչ ենք անում այս տասնյակ հազարավոր հեկտար անապատ։ Եկեք տանք են հարևան պետությանը բրծնենք դրանից։ Այսինքն այս տրամաբանությունը դարապես այս մարդու տրամաբանությունը չքնենք, նրա այս ամբողջ տրամաբանությունը դրանից բխող ամբողջ աշխատանքը կքնեն քննիչները։ Ներողություն նաև ներառյալ, որ մի շրջան էլ 2 թե 3 տարի առաջ եք այն օրը եթերին անդրադարձել եք պարոն Կամենդացյան, որ Անդրանիկ Քոչարյանին հարց էին տվել, ասել էր մենք դեռ պետքա պարզենք այդ 1.5 միլիոնը ովքեր եւ դե ինքը դա պաշտպանում էր Նիկոլ Փաշինյանի այն միտքը, դե գիտեք ինչ, մի հատ հասկանան, կարող է շատ կարող է մենք ենք կոտորել Թուրքիայի այսօրվա քաղաքականությունը ու հետաքրքիր է ցավն է, որ իրականում մենք էս 5 կամ 7 օրն ենք հիշում ցեղասպանության հարցը եւ նաև այս իշխանությունները հիմքը դրել են, որ շատ ավելի արագ խորոված փարթիների, քաբաբների, լաբիրինթի միջոցով մարդկանց հիշողությունը լվացնեն։ Դա այն միջնադարյան միգուցե բանում Մադրասում կամ Բասրայում, Իրաքի, միգուցե այդ ժամանակներն է եղել այդ հետաքրքիր, որ այն փողոցներում ճենճոտ, ճանճերի ընդհանենք տիրապետության, լափեն, ուտեն, եսի ինչ անեն։ Խնդիրը գիտեք որն է, մենք էլ ենք մեղավոր։ Մենք էլ ենք գրա, մենք այս հարցերը պետք է անընդհատ բարձրացնենք, այս հարցերը պետք է անընդհատ ենք ուշադրության ներքո, որովհետեւ գիտեք ոնց է, համընդհանուր հիմարացումը, նաև կրթական այս ուսումնական հաստատությունների այս քանդ ու քարab վիճակը, բարձրապես քանդ ու քարab վիճակն է։ Այս ամիջը բերում է, որ մեր էթնոսի շարունակողը երիտասարդը, չէ, երիտասարդը կտրված է պատմական իրողություններից, մեր հուշերից է կտրված, որ հարցս իմացեց Ալաշկերտը որտեղ էր, Իգդիրը որտեղ էր, Սուրմալու որտեղ էր, Սուրմալու որ հարցս կասի կինո հայրենիքի մոտ է ընդհանրենք առևտրային ընդհանրենք բանը, տարածքը։ Պարոն Կամենդացյան, ավելի ցավալի բան էլ կա։ Եթե մարդուն հարց ես տալի, փորձես պապից մի քիչ այն կողմ գնաս, անունը չի իմանում, հələ հարցելա ինքը գիտի ինքը արմատներով որտեղից է թե չէ։ Եվ սա իրականում շատ կարևոր է, որովհետև եթե դու քո պատմությունը, քո կոնկրետ քո ցեղի ազգի կենսագրությունը դու չգիտես, ապա դու իրականում դատապարտված ես։ Հիմա միջին տարիքից բարձր ում էլ հարցնում ես, տատերից, պապերից գոնե մի անգամ հարց տվել է, որովհետև դա ինքնության նաև անձի քո ցեղի ճանաչման խնդիրն է, բայց այսօր գլոբալ աշխարհում գնում է այդ քաղաքականությունը, հա, այդ եսակենտրոնությունը, էգոիզմը, որ մարդը ապրի օրվա օրով ու մտածի իր ստամոքսի ու առօրյա վայելքների մասին։ Եվ պատահական չի, որ այս օրակարգը ներդնել են եւ սա էլ նաեւ հովանավորվում է արտաքին ուժերի կողմից։ Նույն Թուրքիան այդպես չի անում իր երկրում, ոչ էլ Ադրբեջանն է այդպես անում։ Նույն Նժդեհյան բանը խոսակցություն կա, որ Նժդեհյան գաղափարախոսությունը վերցրել են Ադրբեջանում, անունը փոխել են, իրանց սերունդին տեսնում ենք ոնց են դաստիարակում, դպրոցում ինչ հայրենասիրական պաթետիկ ոճով բեմադրություններ են կազմակերպում, մուսաֆատական կուսակցությունը եւ ժամանակի հայ հեղափոխական դաշնակցության հնչակյանների Նժդեի ցեղակրոն այդ գաղափարները Անդրե Կոկասուն առաջին 20-ամյակում 19-20-րդ դարի դա պատտվում էր
այդ հեղափոխական խառնարանները ստեղծվել ռուսական SR-ների, բոլշևիկների, մենշևիկների, այս ամբողջ քաղաքական, գիտակցական, հեղափոխական մի ամբողջ խառնարան կար ու անդադ այսպես երրում էր մուսաֆատական կուսակցությունն էլ ուրեն նմար բաներ, նրանք էլ գովերքում են այդ իրանց Ադրբեջանը, այդ իրանց ընդհանրենք այս չեմ ուզում էլի ինչ հաղորդումը բանանանք, որ նրանց այսպես անդրադառնանք, բայց մի կարևոր հարց բարձրացրեցիք դուք, նայեք, բացի այդ գումարից, պարզվում էր, որ հայկական էթնոսի քաղաքացիները Թուրքիայի քաղաքացի, ովքեր որ իրավական Թուրքիայի քաղաքացի են, եւ նաեւ Արևելյան Հայաստանի քաղաքացիները ունեին ապահովագրական վճարներ եւ ապահովական կազմակերպություններ գումարներ ունեն դրած։ Տարիներ հետո, մոտավորապես 1990-ականների կեսերից սկսվեց այդ process-ը, այս ապահովագրական մի շարք կազմակերպություններ, օրինակ New York Life կար AXA, բայց իրականում չնչին գումարներ են պարոն կոմենդա։ Խնդիրը Դե գիտեք կախված էր իրանց խնդիրը ապահովությունը։ գիտեք որն է առաջին անգամ գոնը տնտեսվարողների մակարդակով տեղ ունեցավ վճարում կորուստների դիմաց Ես մի դիտարկում էլ ասեմ, կարծեմ նախանցած տարի էլ մի կին է գալիս դատարանով կարողացել էր վճիռ ստանալ եւ վանում շահել իր պապենական տունը։ Եվ այս կինը ամեն տարի ցեղասպանության օրը գալիս է, մի անգամ հարցազրույց դիտեցի իր հետ կապված, այսինքն եթե հիմա Ստամբուլում որոշես հայկական եկեղեցու ժառանգությունը կամ մեծ հարուստների այդ դպրոցներն են, այդ ապարանքներն են, որ կառուցել են հետ բերես, դա ինչպես դուք նշեցիք, պետականացվել է, մեծ քաղաքական վայնասուն են երկրում բարձրացնելու չեն թողելու։ Այո, ուղղակի հիմա հիմնականում գիտենք Արևմտյան Հայաստանը քրդաբնակ շրջան է, այս կնոջը երևի հաջողվել է նաև այդ թուրքական լոբին այդ աստիճանի չի աշխատում, դատանի որոշումով կարողացել է շորձել։ Վերջերս հաղորդում է դիտում մեր առաքելոց վանքի պաշտպաններից է ճակատամարտ որ եղել է այդ զոհերից մի երկու մեր հերոսների զոհերի աճյունը բերել են քրդական ինչ-որ տան մոտակայքում թաղված է եղել, չէ՞։ Այդ քուրդը էլի ասենց ասել։ Այդ քուրդը ասում էր եկեք գերեզմանը գնեք։ Արա ախր այդ ոչ այդ հողնա քոնը ոչ այդ աճյուններն են քոնը, ոչ գերեզմաններն են քոնը։ Այստեղ խնդիր կա, կարծում եմ հետագա հաղորդումների ընթացքում այս խնդրին կանդրադառնանք, բայց մենք պետք է մեր քաղաքացիներին հստակ հիշեցնենք, ոչինչ ինչպես սովետական ժամանակներում մնաց, ոչինչ չի մոռացվել, ոչ ոք չի մոռացվել։ Յուրաքանչյուր հարց պիտի հետևողական կերպով տանենք, ես ես մի բան էլ ասեմ, երբ որ հիշատակում եմ, որ թուրքական, ընդհանրենք ադրբեջանական մեդիայի մեծ թեմայի շուրջը աղմուկ էին բարձրացրել, ինչ արվեց։ Այս աղմուկի մենք պատասխանեցինք, նրանք հասկացան ու դադարեցրեցին, հասկացան, որ թեման սկսվում է ծավալվել, որ իրենց վնաս է, եւ մենք ինչ պիտի անենք, մենք արդեն այդ ձեռք բերած կատարվածից արդեն չէ, տակտիկական մեր նկատառումները պետք է ունենանք, դա ինչ որ դա նշանակում է, որ մենք մշտապես պիտի սրա մասին խոսանք, եւ մշտապես խոսանք ոչ թե միայն թուրքերի համար, ոչ միայն քրդերի համար, ընդհանրենք ռուսների կամ պարսկական քաղաքացիներ, մենք պետք է խոսանք մեր հայ քաղաքացի, մեր հանրության համար, որովհետեւ դուք շատ ճիշտ հարց բարձրացրեցիք, որ տատերի, պապերի ժառանգությունը մոռացում է։ Մի օրինակ բերեմ ձեզ, անգլիական վերջերս մի հաղորդում էի դիտում, ուրեմն 1460-1470 թվականի շուրջ փաստաթուղթ էր պետք։ Անգլիական դքսություններից մեկում գնացին Ծխամատյանում գտան։ Ոչ թե փոշուտված, կեղտոտ, վնասված, հստակ ինքը պահվում է, հստակ անգլիական պատմությունն ընդամենը գյուղացու եւ նրա ընտանիքի հետ կապված ինչ որ հաշվարկ էր, մեկ էլ ծննդյան ինչ որ թվականներ ճշտելու խնդիր կա։ Ֆանտաստիկա է։ Նույն բանը պիտի լինի մեր մոտ, ախր
այդ Անգլիան, Ֆրանսիան, որ դարձել են աշխարհի հզորագույն պետությունները, դարձել են սեփական ինքնության հարգանքով, դարձել են սեփական ազգային էթնոսի նկարագիրը պահելու, գովազդելու, տարածելու այս ամբողջ աշխատանքներով մեկ պարտավորություն է զգում մեր սերունդների, երիտասարդների մոտ հստակ պարտավորություն, դա պիտի լինի մեր հավատամքը, պետք է լինի հավատամքը, որ մեր պատմական արդարության, մեր ինքնության ցանկացած դետալ, ցանկացած նկարագիր նա պետք է պահպանվի, գովազդվի եւ դրա դեմ իրենց կեղտոտ թաթերը բարձրացնող ինչ իշխանավոր լինի, նա պետք է պատմության աղբանոցում հայտնվի։ Պարոն Կամեդացյան, քանի որ մեր ժամանակը մոտենում է ավարտին, մենք սովորաբար հանձնարարական ենք տալի ձեռնպակը մնանք դրանից, ուղղակի կոչով կդիմենք մեր երիտասարդությանը, որ լինեն հետևողական, նախանձախնդիր, որպեսզի հասկանան, որ պետքա տեր կանգնել իրենց ունեցածին եւ ասեն, որ ունենք իրականում պայծառ երիտասարդություն, բայց ավակ սերնդի խնդիրն էլ ռուսերեն լավ բառ կա նաստավնիկ, ուղղորդ հողի դեր պետքա ստանձնենք, որ կարողանանք ցույց տանք այն տեսլականը, որը հարիր է մեր ազգի պատմությանը, մշակույթին եւ քաղաքակրթությանը։ Հաջողություն։